Շնորհակալ եմ, մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ։ Բոլորովին վերջերս քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները նախագիծ ներկայացրեցին հանրային հեռարձակողների թիվը 2-ից 3-ը դարձնելու։ Այն ընդդիմությունը, որ այսօր դժգոհում է, թե ինչի ենք 3-ը 2 դարձնում, դեմ էր, ասում էր ոնց կարապետությունը 2-ը 3 սարքի, ահա ուզում եք ձեզ հերթական քարոզչան մեքենան։ Այս նախագիծը, որ 2-ը դարձել է 3, հարգելի ընդդիմություն, դուք դեմ եք խոսում։ Հիմա եկել ենք ասում ենք 3-ը դարձնենք 2, էլի դեմ եք խոսում։ Ես հասկանում եմ, որ դուք ամեն ինչին դեմ եք խոսում, բայց մի քիչ տրամաբանված պետք է լինի այդ դեմ խոսալը նաև։ Ավելին ասեմ, ունեք իմ նման լիազորություն, ես ձեզանից ոչ մի կետով ավել լիազորություն չունեմ։ Վաղը դրեք շրջանառության մեջ նախագիծ, ասեք հանրային հեռարձակողները պետք է 2-ը չլինեն, 4-ը լինեն, ես ձեր այդ հավասար կգնամ ֆինանսների նախարարության հետ լոբինգ կանեմ, կասեմ ճիշտ են ասում այս մարդիկ, թող լինեն։ Հիմա հետևյալն է հարցը։ Շողակատ անունով հանրային հեռարձակող գոյություն չունի, հարգելիներս, հետևաբար հանրային հեռարձակողի խորհուրդը, որ շատ էլ ուզենա, չի կարող մեկ այլ մասնավոր ընկերություն փակի կամ չփակի։ Հայաստանի Հանրապետությունում այսօր գոյություն չունի շողակատ անունով հանրային հեռարձակող։ Հանրային հեռարձակողները այս պահին 5 սլոտ են զբաղեցնում, բայց օրենքով գրած է 3, այս օրենքը լիներ, չլիներ, եթե ինչ-որ մեկին ուզենան փակեն, ավելացնեն, փոխեն, կանեին։ Ես հանձնաժողովի նիստին էլ ասեցի, ունեք շատ լավ հաղորդումներ, ձեր երկիր մեդիայում, երկիրը երկիր է, մեկն է կոչվում, իմ սիրած հաղորդավարն է վարում։ Ըստ ՊԵԿ-ի հաշվետվությունների ձեր մոտ ամենաբարձր աշխատավարձը երևի 80-100 հազար դրամներ։ Հիմա 260 միլիոն դրամ, դուք եկեք ասում եք սիմվոլիկ գումար է, 260 միլիոն դրամ, որ հիմա հատկացնենք երկիր մեդիային, ինձ թվում է Գեգամ Մանուկյանը հենց վաղը մանդատը գնի, գնա իր հաղորդումները կսկսի վարել։ Հիմա ի՞նչն է խնդիրը, հարգելիներս, ես ասում եմ բովանդակության մեջ է հարցը, հասկանում եք։ Այո, թող այդ նույն հաղորդումը գա դիմի, ասի ես ուզում եմ այդ 260 միլիոնից, չգիտեմ, 10 միլիոնը իմը լինի։ Հատկացվի գնա եւ այդ հեռարձակման այդ կապուղու մեջ այդ հաղորդումները լինի։ Ափսոս ժամանակը չի։ Ես կուզեմ նաև որ այո լինի Հայաստանյան Առաքելական եկեղեցու մասին հաղորդումներ։ Եվ մեր հանրությունը գուցե իմանա թե հատկապես Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու որ սրբապատկերի փողը դեռևս Վարդանիկը չի տվել։ Իսկ այնտեղ կա մի սրբի նկար, որի փողը դեռ չեն տվել, հասկանում եք, մարդիկ գնում հաղորդում են ինչ-որ մի սրբի առաջ, որի փողը դեռ տված չի։ Եվ ավելի աբսուրդն է, որ ուզում են դա կաշառքով փակել, հասկանում եք։ Սա երևի այդ առաջին քրիստոնյա ազգի այդ բանն է, երևի շատ երկար ենք, արդեն տարբեր մոտեցում է։ Ես այդպես բան չէի տեսել, որ կաշառքով ուզենանք սրբապատկեր փակել։